Շնորհակալություն, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի ավականու անդամներ, ձեզ եմ ներկայացնում Երևանի ավականու քննող հանձնաժողովի զեկույցը, կարող եք ընթացքում կադրերը տեսնել, որոնք որ հավաքագրել ենք այս ամիսների ընթացքում։ Պարոն քաղաքապետ, եթե ժամանակից 10 րոպե չէ, եթե մի քիչ շեղվում, խնդրեմ ներողամիտ լինել, կարծում եմ բոլորին հետաքրքիր կլինի։ Եվ այսպես եզրակացությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի նախկին թաղային համայնքների եւ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների ու դպրոցների տարածքների օտարման գործընթացների վերաբերյալ։ Քննության շրջանակը քննության նպատակով գրավոր հարցումներ են ուղարկվել մի շարք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ավականիների, թաղապետերի եւ քաղաքապետերի կողմից կայացված որոշումները եւ դրանց հիմնավորումները ստանալու համար։ Նպատակ է եղել ստանալ հետեւյալ գործողությունների իրավական հիմքերը. նախադպրոցական կրթական հաստատությունների լուծարում կամ միավորում, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների տարածքների ամբողջական կամ մասնակի օտարում։ Քննության ընթացքում հետազոտվել են հարցումների արդյունքում ստացված բոլոր իրավական ակտերը եւ տեղեկատվությունները, որոնց համադրված վերլուծության արդյունքում ձևավորվել է սույն եզրակացությունը։ Հանձնաժողովն արձանագրում է, որ ուսումնասիրված գործարքները կրել են համակարգված բնույթ, իրականացվել են կրկնվող սխեմաներով, ընդգրկել են Երևանի բոլոր վարչական շրջանները եւ ժամանակային տևական հատված, հանգեցրել են նույնատիպ հետևանքների, հանրային գույքի կորստի եւ համայնքային կրթական ենթակառուցվածքների թուլացման։ Հանձնաժողովի գնահատմամբ տեղի են ունեցել ոչ միայն կառավարչական սխալներ, այլև գործել է համայնքային գույքի կառավարման ոլորտում ձևավորված համակարգային առատավոր պրակտիկա, որը մասնավորապես դրսևորվել է 1997-ից 2007 թվականներին։ Մասնավորապես բազմաթիվ դեպքերում փորձ է արվել որպես լուծարման հիմք ներկայացնել թերբեռնվածությունը կամ շենքի վթարային լինելը, այնինչ դրանք հիմնավորող որևէ փաստաթղթեր առկա չեն եղել, եւ հետագա տարիները ցույց են տվել, որ առկա են երեխաների հազարավոր հերթեր։ Ըստ էության կարելի է արձանագրել, որ հանրային շահը ստորագրվել է մասնավոր շահին։ Հանձնաժողովը փաստում է, որ ընդհանուր առմամբ լուծարվել եւ օտարվել են շուրջ 70 մանկապարտեզ, եւս մի քանի տասնյակը երկար տարիներ տրվել են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման։ Մանկապարտեզների լուծարումները չեն հիմնավորվել նախադպրոցական կրթության պահանջարկի իրական նվազումով, չեն իրականացվել ժողովրդագրական եւ կրթական պահանջարկի կանխատեսումներ, չեն ապահովել երեխաների կրթական իրավունքների իրացման շարունակականությունը։ Նշված գործընթացները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության սկզբունքին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված երեխաների անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման պարտավորությանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հանձնաժողովն արձանագրում է, որ հիմնականում համայնքային գույքն օտարվել է առանց մրցակցային միջավայրի ապահովման, բացակայում են գույքի անկախ գնահատման փաստաթղթերը, չեն պահպանվել աճուրդային ընթացակարգերը եւ չի ապահովել հանրային վերահսկողությունը։ Վաճառքի գները էականորեն շեղվել են շուկայական եւ կադաստրային արժեքներից։ Մի շարք դեպքերում մանկապարտեզների լուծարումն ու դրանց գույքի օտարումն իրականացվել է կարճ ժամանակային հաջորդականությամբ, ինչը հիմքը տալիս եզրակացնելու, որ լուծարման գործընթացը ծառայել է որպես գույքի մասնավորեցման գործիք։ Մանկապարտեզների շենքերը եւ տարածքները վաճառվել են տվյալ ժամանակահատվածի շուկայականից էական ցածր գներով։ Համայնքին հաստատված համախառն վնասը ներառելով բոլոր վարչական շրջանները եւ տարիները եւ հաշվարկվելով այդ տարիների անշարժ գույքի եւ հողի շուկայական արժեքներով կարող են հասնել հարյուրավոր միլիոն դրամներից մինչեւ միլիարդավոր դրամներ նշված ժամանակաշրջանի համար, խնդրում սա ուշադիր։ Իսկ դրանց հետևանքները եւ բացասական ազդեցությունները հետագա տարիներին արդեն մի քանի տասնյակ միլիարդավոր դրամներ, այդ թվում հաշվարկվելով գործող մանկապարտեզների վերակառուցումը կամ նորերի կառուցումը։ Մի քանի օրինակ բերեմ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռցու 32 հասցեի թիվ 249 մանկապարտեզի 1284 քառակուսի մետր շինությունը օտարվել է 5 միլիոն դրամով, որի միայն կադաստրային արժեքը նշված ժամանակաշրջանում կազմել է 1 քառակուսի մետրի հաշվարկով մոտ 40,000 դրամ։ Ստացվում է, որ գույքը վաճառվել է 1 քառակուսի մետր 3900 դրամով, այսինքն 2005 թվականի գործող կադաստրային արժեքներից ավելի քան 10 անգամ ցածր գնով։
Նոր վարչական շրջանի Նասենի առաջին ներբան 3 հատվածում գտնվող թիվ 25 մանկապարտեզի 165 քառակուսի մետր տարածքը վաճառվել է 1.392.000 դրամով, որի միայն կադաստրային արժեքը նշված ժամանակաշրջանում կազմել է 7.611.000 դրամ։ Նոր վարչական շրջանի Ավետիսյան 5 հազարի թիվ 22 մանկապարտեզի մասնաշենքի մի հատվածը, մասնավորապես ճաշարանի հարող երկհարկանի 654 քառակուսի մետր տարածքը վաճառվել է 3.646.000 դրամով, որը կազմում է մոտ 5500 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Տվյալ ժամանակաշրջանում նոր վարչական շրջանի անշարժ գույքի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը կազմել է մոտ 46000 դրամ։ Ավան վարչական շրջանի Ավանի 4-րդ փողոցի թիվ առաջին մանկապարտեզը 2004 թվականին 784 քառակուսի մետր շինությունը օտարվել է 7.900.000 դրամով, որի միայն կադաստրային արժեքը նշված ժամանակաշրջանում կազմել է 45 միլիոն դրամ, այսինքն 1 քառակուսի մետրը մոտ 58.000 դրամի փոխարեն վաճառվել է շուրջ 10.000 դրամով։ 5-րդ օրինակը նոր վարչական շրջանի Միկոյան 19.1 հատվածում գտնվող մշակույթի տան 335 քառակուսի մետր ոչ բնակելի տարածքը 2002 թվականին 1.266.000 դրամով օտարվել է, որի միայն կադաստրային արժեքը նշված ժամանակաշրջանում կազմել է 16 միլիոն դրամ։ Տարբերությունները կարծում եմ ակնհայտ են։ Սոցիալական հետևանքներ։ Երևան քաղաքում գործում է 162 մանկապարտեզ, որոնցից շահագործվում է այսպայն 145-ը։ Գործող մանկապարտեզներում առկա է 972 խումբ, որտեղ հաճախում է 27718 երեխա, մինչդեռ հերթում գտնվում է 13933 երեխա։ Հերթագրված երեխաներից 4491-ը 2024 թվականի ծնվածներն են, իսկ 9442-ը 2020-ից 23 թվականների։ Քաղաքային մակարդակով մեկ մանկապարտեզում միջինում հաճախում է շուրջ 191 երեխա, իսկ հերթում գտնվում է մոտ 96 երեխա։ Ընդհանուր հարաբերակցությամբ մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր 2 երեխայի դիմաց հաշվում է 1 հերթագրված երեխա, ինչը գերազանցում է համակարգի բնական ծանրաբեռնվածության սահմանները։ Վերնշալ գործընթացները հանգեցրել են նախադպրոցական կրթության հասանելիության կտրուկ նվազման, մանկապարտեզների ընդհանրության բազմամյա հերթերի ձևավորման, ծնողների սոցիալ-տնտեսական ծառաբեռնվածության աճի եւ աշխատանքի իրավունքի իրացման սահմանափակման, համայնքի սոցիալական ենթակառուցվածքների քայքայման։ Այս վնասները կրում են երկարաժամկետ կուտակային բնույթ եւ ներկայումս պահանջում են բազմակի անգամ ավելի մեծ ներդրումներ համակարգի վերականգնման եւ նոր մանկապարտեզների կառուցման համար։ Հանձնաժողովը համադրելով ուսումնասիրված փաստաթղթերը, ստացված պատասխանները եւ իրականացված վերլուծությունները եզրակացնում է, որ դիտարկված ժամանակահատվածում համայնքային գույքի կառավարման ոլորտում առկա են եղել համակարգային թերություններ, վերահսկողության եւ թափանցիկության պակաս, ինչպես նաեւ հաշվետվողականության անբավարար մեխանիզմներ։ Արձանագրված գործընթացների արդյունքում էականորեն կրճատվել են նախադպրոցական կրթական ենթակառուցվածքները, սահմանափակվել է կրթության հասանելիությունը եւ համայնքին պատճառվել է երկարաժամկետ նյութական ու սոցիալական վնաս։ Հանձնաժողովը պաշտոնապես արձանագրում է, որ մանկապարտեզների լուծարման եւ համայնքային գույքի օտարման մի շարք գործընթացներում չի պահպանվել հանրային շահը, ուղեկցվել են իրավական եւ ընթացակարգային էական խախտումներով կամ թերություններով, բազմաթիվ փաստաթղթեր առկա չեն եղել։ Հանգեցրել են հանրային նշանակության գույքի կորստի, ձևավորվել են համայնքի համար զգալի ֆինանսական բեռ ապագայում։ Բացասաբար են անդրադարձել երեխաների կրթության հասանելիության վրա, առկա են առերևույթ կոռուպցիոն սխեմաներ պարունակող գործարքներ։ Միաժամանակ հանձնաժողովը արձանագրում է, որ համայնքային գույքի արդյունավետ կառավարումը հանդիսանում է տեղական ինքնակառավարման հիմնարար պարտականություններից մեկը, իսկ երեխաների կրթության հասանելիության ապահովումը պետության առաջնային պատասխանատվությունը։ Սույն զեկույցով ներկայացված գնահատականներն ու փաստերը նպատակ ունեն ոչ միայն արձանագրելու անցյալում տեղի ունեցած գործընթացները, այլև նպաստելու ապագայում նման երևույթների կանխարգելմանը, համայնքային գույքի կառավարման թափանցիկության բարձրացմանը եւ հանրային շահի անվերապահ պաշտպանությանը։ Հանձնաժողովը համոզված է, որ հանրային նշանակության գույքի կառավարումը պետք է առաջնորդվի բացառապես հանրային շահի գերակայության սկզբունքով։ Հանձնաժողովը վստահ է, որ այս գործընթացների համակողմանի գնահատումը կարևոր քայլ է ավելի պատասխանատու, հաշվետու եւ հանրային շահին միտված կառավարման մշակույթի ձևավորման ճանապարհին։ Շնորհակալություն։ Եթե կան հարցեր կպատասխանեմ, նաեւ մեկ նախադասությամբ ուղղակի տեղեկացնեմ, որ այն ծավալը, որ մենք սկզբից գիտենք, այսինքն 30-ից 40 մանկապարտեզներ, ընթացքում դարձավ շուրջ 100 գործեր, որոնցից 70-ը օտարում եղավ եւ 6 ամսվա ժամանակահատվածը
ցավոք սրտի բավարար չեղավ, որպեսզի բոլոր գործերի հետևից միջև վերջ հնարավոր լիներ գնալ, բայց այնուամենայնիվ բավականին մեծ աշխատանք կա կատարվել, որը որ արդեն ամբողջական զեկույցը ինքը մի քանի հազար էջանոց փաթեթ է, որ 10 րոպեում հնարավոր չէ ներկայացնել։ Հարցեր։ Գրանցվեք կաս։ Գրիգոր Իսկանդարը։ Դեք թող գնալ է։ Կարա երկել միացնենք դա։ Պարոն Գալջյան, կասեք, այդքան մանկապարտեզները, որ գնացել եք, գտել եք, գողացել են, թալանել են, քանդել են, սեփականացրել են, չգիտեմ ինչեր են արել։ Կասեք, քանի հատ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել հենց դուք կամ հանձնաժողովը ու ձեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումներում քանիսի հիման վրա է քրեական գործեր հարուցվել։ Շնորհակալություն, տեղեկացնեմ, որ մենք գրավոր հարցում ենք ուղարկել գլխավոր դատախազություն, որպեսզի տեղեկանանք, թե որ մանկապարտեզների հետ կապված կա հարուցված քրեական վարույթներ, եւ մեզ ուղարկվել է ցանկ մոտ 20-ից ավել, կան գործեր, որոնք որ կարճվել են, եւ մենք մինչ այս չենք ուղարկել, որովհետեւ աշխատում ենք փաթեթների վրա եւ ամբողջական փաթեթը Առաջիկա օրերին կամ ժամանակահատվածում ամբողջությամբ կուղարկենք դատախազություն, որովհետև հենց նաև դատախազության պատասխանի մեջ կար նման հորդոր, որ վերջում այդ փաթեթը ուղարկվի իրենց, հետևաբար առաջիկայում դա կուղարկենք։ Արձագանք, այսինքն ոնց հասկացա ձեր կամ հանձնաժողովի կողմից հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, զուտ փաթեթը ուղարկելու եք դատախազություն, որ իրանք ըստ այդմ որոշեն, որը կարող են օրինակ քրեական գործ հարուցել, որը չեն կարող, որի վաղեմության ժամկետն է անցած, որին անցած չի, եւ երկրորդ այսպես կարելի ասել հարցը, ինչն է խանգարում այդ օրինակ այնտես նայում եմ ձեր տեսահոլովակներում, բավականին շատ տարբերակներում օրինակ մանկապարտեզին նմանվող ամենայն դեպս շենքեր կային, ինչն է խանգարում օրինակ այդ ամեն ինչը ճանաչել հանրային շահ, վերցնել եւ վերանորոգել, սարքել նորից, որպեսզի աշխատի մանկապարտեզ։ Շնորհակալություն, ես հասկանում ձեր հարցադրումով փորձում եք կոնկրետ պատասխան ստանալ, բայց ես կարծում եմ բավականին կոնկրետ պատասխանեցի։ Մինչ այս չենք ուղարկել, որովհետև աշխատում ենք փաթեթների վրա։ Փաթեթը կուղարկվի դատախազություն առաջիկա ժամանակահատվածում, կհարուցվեն քրեական վարույթներ, թե չէ, կարծում եմ այո, բայց դա ժամանակը ցույց կտա, ինչ վերաբերվում է նախ տեղեկացնել, որ այդ ցանկից արդեն իսկ կան որոշները, որոնք որ մենք պետք է ներկայացնենք, արդեն կան վարույթներ, բայց կարծում եմ դրանք կավելանան, ինչ վերաբերվում է հետ բերելու տեսանյութերի հետ կապված, երբ որ ասում եք հանրային գերակաշարժանը չեք հետ բերենք, երբ որ այդպես անենք, դուք ասելու եք, որ ինչի իրապամարմինները չեն զբաղվում, ինչի եք բյուջեից փող ծախսում։ Դրա համար տենց ենք անում, որ չասեք։ Սամվել Հակոբյան։ Պարոն Ավինյան, խնդրեմ սա իմ հարցի ժամկետը չհաշվել, երկու տեխնիկական հարց։ Ողջունում եմ այս ֆորմատը, ուզում եմ հասկանալ ես որ գործիքա կազմն է եւ արդյոք այլ ֆրակցիաները եւս կարող են նախապատրաստական աշխատանք, տեսանյութ պատրաստել եւ օրակարգի սպառումից հետո այդտեղ կանգնել պարոն Գալջյանի պես պրեզենտացիա անել։ Եվ երկրորդ հարցս այն է վերջում այդ ելույթներ են լինելու, թե միայն հարց ու պատասխանա։
ելույթներ էլ են լինելու։ Նույն ֆորմատով է լինել։ Իսկ ֆորմատը կասեք, ես ինչ գործիքակազմը, որ մենք այսուհետ օգտվենք։ Ավականու 1/3-ի ստորագրությամբ առաջարկվում է քաղաքապետին, ավական նիստը վարողին եւ ըստ այդմ մի փոքր Այսինքն, եթե թույլ տաք, ես հավելացեմ, Երևանի մասին օրենքում կա հոդված, որը հնարավորություն է տալի հրատապ հարցերի քննարկում, որոնք որ հասարակական կարևոր հետաքրքրություն ունեն ներկայացնում եւ 1/3-ի դեպքում, եթե 1/3-ի ստորագրությամբ մուտք արվում, եթե այդ հարցը իրոք ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, կարող է եւ քննարկվել այս ֆորմատով։ Այդ եթե եթե իրապես հետաքրքրություն ներկայացնում է, ես անպայման կդնեմ։ Հրաշալի, հիմա անցնեմ հարցիս։ Պարոն Գալջյան, իմ պատկերացմամբ համ էքսպրեսիայի պակաս կար, համ վիդեոն երևի զուտ խորհուրդ, ավելի հասկանալի լինի, ինձ թվում է շատ արդար կլինի, որ ուղղակի ոչ թե սենց պատկեր ցույց տաք, այլ ասեք, որ մանկապարտեզը, որ թվին, որ քաղաքապետի օրոք, ում անունով է սեփականաշնորհվել, դրանից հետո ես կարող եմ նաև հետազոտություն անել ցույց տալ, թե այդ քաղաքապետերը, սեփականաշնորհողները հիմա ում քաղաքական ճամբարում են, 23 թվականի հավաքանու ընտրություններին ում համար են աշխատել, նաև հենց այդ զուգադիպությամբ է, եթե իրանք հանգարց ստացվում է, որ ընդդիմադիր չեն, այդ բոբո թալանչիների ցանկում իրանք չեն հայտնվում։ Եվ ստեղ ես վստահաբար իմ հիպոթեզը կարդարացնեմ եւ կապացուցեմ, որ Հայաստանի Հանրապետության հպարտ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք թալանչի եւ հանցագործեն բացառապես այն մարդիկ, ովքեր որ ունեն ընդդիմադիր կեցվածք։ Պարոն Հակոբյան, ես իմ էքսպրեսիան պահել եմ ձեր հարցերին պատասխանների համար։ Խնդրեմ։ Եվ հիմա ձեզ ասեմ, 1997-ից 2007 թվականներին, բացեք նայեք ովքեր են եղել քաղաքապետեր, բայց ես կարող եմ շատ ավելի լավ հիշեցնել, թե ով է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը։ Եվ եթե օրինակ դուք շեշտում եք Նիկոլ Փաշինյանի անունը, տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մանկապարտեզներ են կառուցվում։ Իսկ ձեր կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մանկապարտեզները վաճառվել են։ Արձագանք ունեմ, չէ՞։ Իհարկե։ Ահա, ֆանտաստիկ։ Տեսեք, առաջինը մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նախորդ բոլոր նախագահները եւ ղեկավարները կարծում եմ մանկապարտեզներից մի քիչ ավելի կարևոր գործառույթներ են ունեցել եւ քաղաքական մանիպուլյացիա մանկապարտեզների պես հարցերը կապել նախագահների հետ, երկրորդն էլ ախր սենց որ լավ խոսում եք, ես ասում եմ, եթե դուք ես ձեր խոսքերին իրապես տեր լինեիք եւ ազնիվ լինեիք, ես ձեր կողմից կլինեի։ Ախր դուք հիմա եկել եք խոսում եք գողացված մանկապարտեզների մասին, ես ասում եմ, ջան, ճիշտ եք ասում, գետինը մտնի նա, ով էս երկրից մանկապարտեզը տարել, հետ ստացեք, պատժեք, դատեք։ Բայց ախր ձեր օրոք դուք գնում եք պատմությանը, եզրերը դառնում եք էլի ընդդիմադիր, մինչև հիմա չենք ընդունում, որ իշխանություն եք։ Ձեր օրոք չէր, որ ընդդիմադիր բլոգերը մեր գործընկերոջ հետ գնաց, բացահայտեց Լիլիան Արմի վերցրած մանկապարտեզի կոռուպցիոն խայտարակ արված աշխատանքը, բռնիկ մարկանց ծեծեցիք, գործերը վրեքը հարուցիկ, ծեծողները մինչև հիմա բանտում չեն, ու այդ ամեն ինչից հետո էլ դուք տեսնում եք, որ Լիլիան Արմը շարունակում է գումարներ ստանալ պետությունից։ Պետք չի գնալ հեռու, որ գտնել կոռուպցիա եւ անարդարություն։ Այսօրվա ձեր աշխատանքի մեջ համ այդ կոռուպցիան է բխտում։ Աման արդարությունը։ Պարոն Հակոբյան, ասում եք ձեր կողմից լինեմ, պետք չի, ես չեմ ուզում, որ դուք մեր կողմից լինեք, ես դուք ասում եք նախագահան ինչ կապ ուներ ավելի կարևոր գործերով էր զբաղված, ճիշտ եք ասում, մանկապարտեզներ վաճառել զուգահեռ, ասենք երկաթգիծներ վաճառում, դա ավելի կարևոր վաճառք էր, բան չունեմ ասելու, այդ առումով վիճել չեմ կարող։ Ռոբերտ Սովյան։ Հանում եմ հարցի ես։ Արման Բաբաջանյան։ Միքայել Խաչատրյան։ Հարցն եմ, պարոն Հապուչյան։ Ինչ։ Պարոն Գալջյան, հետևանքների մասին առաջի հարցը արդեն պատասխանեցիք, ուղղակի մի նկատառում, դուք շատ խոսուն էր թվերի տարբերությունը վաճառված եւ կադաստրային արժեքների, բայց կարծում եմ շատ
Նաև կարևոր կլիներ, քանի որ հիմա կադաստրային արժեքները ներկայում արդեն մոտարկված են իրական շուկայական գներին։ Ուզում հիշեցնել, որ այդ ժամանակահատվածում կադաստրային եւ շուկայական արժեքները էականորեն տարբերվում են եւ կադաստրայինը ցածր է։ Այսինքն եթե մենք նույնիսկ դիտարկենք շուկայական արժեքով մի քանի անգամ ավելի մեծ կլինի այդ տարբերությունը վաճառված եւ շուկայական արժեքների։ Այդ փորձարել եք նաև շուկայական արժեքով փորձեք գնահատել այդ գույքերի վաճառված գնված գույքերի տարբերությունը։ Պարոն Բաբաջանյան, ճիշտ եք ասում, բայց մենք փորձել ենք հենվել հնարավորինս պաշտոնական տեղեկատվության վրա եւ կադաստրի պետական կոմիտեն մեզ տվել է կադաստրային արժեքների տվյալները, որտեղ այդ տարիների շուկայական տվյալները չկարողացան տալ ամենայն դեպս, բայց էական ավելի մեծ է լինելու տարբերությունը, եթե այդպես հաշվարկվենք, բայց այստեղ կարծում եմ դա ավելի շատ արդեն դատախազության դիրույթում է, իրենք այդ ավելի մանրամասն հաշվարկները կան։ Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Գալաջյան, շնորհակալություն հսկայածավալ աշխատանքի համար։ Մի հարց է ինձ հետաքրքրում, մենք կարող ենք ունենալ կամ ունենք տվյալ շինությունները արդեն կառուցված կամ շահագործվող կոնկրետ անուն ազգանուններով թե ում է պատկանում։ Այո, կան, այսինքն պարոն Խաչատրյան, այսպես ասեմ, կան դեպքեր, երբ որ մի քանի ձեռքով վաճառք է եղել, այսինքն վերավաճառումներ են եղել, ու դրանց հետևից գնալը շատ ավելի բարդ է, բնականաբար, բայց հիմնականում կան սեփականատերերի տվյալները, բայց նաև կան շատ փաստաթղթեր, որոնք որ բացակայում են, օրինակ կան դեպքեր, որ մանկապարտեզը օտարվել է, բայց որևէ փաստաթուղթ հնարավոր չի լինում մինչև այս պահը գտնել, դրանք առանձին քննության շրջանակներ են կարծում արդեն դատախազության համար։ Ես ուղղակի չուզեցի, քանի որ ասում են սա նախընտրական շոու է, ես շատ չուզեցի տենց անուններով տալ, ես ինչ քաղաքապետի օրենք, բայց այդ ամեն ինչը Excel ֆայլով ունեմ գրած, կարող եմ համակարգիչս, գիտեմ, բերեմ, սկսեմ կարդալ, բայց կարծում եմ ավելի շատ փաստերը հետևանքների մասին պետք է խոսենք, իսկ մնացածը կարծում եմ դատախազությունը այդ մարդկանց հետևից կգնա, որովհետև ասում են դուք դատախազության գործում եք, մենք չենք կանում։ Օրենքով տրված է քննող հանձնաժողովի լիազորությունը, մենք դա անում ենք, մնացածը կտանք դատախազությունը արդեն իր լիազորություններով կգնա ում հետևից որ պետք է։ Արձագանք։ Արման